Բարի երեկո, դուք դիտում եք Բացհարթակ, այսօր իմ հյուրը Սաթե Ադղ թատերական միության նախագահ Ադամովյան օրերի հեղինակ Սաթե Խաչատրյանն է, բարի երեկո։ Բարի երեկո։ Եվ այսպես մարտի 21-ից 24-ը Հայաստանում անցկացվում են Ադամովյան օրերը, կխնդրեմ Տիկին Խաչատրյան ավելի մանրամասն ներկայացնել, որովհետև դուք պարբերաբար գալիս եք Հայաստան, պարբերաբար հետաքրքիր փառատոներ եք իրականացնում, հետաքրքիր ծրագրեր, ինչով է այս ծրագիրը տարբերվում մյուս ծրագրերից։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար եւ միշտ մեծ հաճույք է ձեր տաղավարում մեր նախագծերը ներկայացնելը։ Սաթե Ադղ ֆրանսիական թատերական միությունը մշտապես Հայաստանում հանդես է գալիս տարբեր նախագծերով, որոնց հիմնական նպատակը այո հայ-ֆրանսիական մշակութային կամուրջների ամրապնդումն է եւ նոր նախագծերի ի հայտ բերումը թե Հայաստանում եւ թե Ֆրանսիայում, որովհետեւ մեր գործունեությունը նաեւ այնտեղ է ծավալվում։ Այս անգամ անդրադարձել ենք ազգությամբ հայ ֆրանսիացի հանրաճանաչ դրամատուրգ արձակագիր Արթուր Ադամովին եւ մեր ցանկությունն է իր մշակութային ժառանգությունը, գրական ժառանգությունը մեր հայ հասարակությանը, իրականությանը այսպես հաղորդակից դարձնելը։ Արթուր Ադամովը 50-ականներին ձևավորված աբսուրդի դրամայի հիմքերում է Բեքեթի եւ Իոնեսկոյի հետ, իհարկե այդ հիմքերը դրել են նաեւ Կամյուն, հետագայում նաեւ Կաֆկան, Ժան Ժենեն եւ այլն, բայց հենց դրամատուրգիայի տեսակետից այո այս հանրահռչակ տրոյկան, ինչպես իրենք իրենց կոչում էին, հիմքը դրեց մի շարժման, որը հետագայում շատ ավելի ընդլայնվեց եւ լրջագույն ստեղծագործություններ ծնեց, որոնք համաշխարհային թատրոնի բեմերից չեն իջնում։ Ինչ շարժման մասին է խոսքը Տիկին Խաչատրյան, այսինքն ինչով է տարբերվում այդ շարժումը մյուս բոլոր այդ ձեռագրերից։ Դրամատուրգիայի տեսակետից եւ առհասարակ գրականության մեջ աբսուրդը մուտք գործեց եւ ինչու ենք նշում անպայմանորեն 50-ականները, որովհետեւ հետ պատերազմյան այսպես մարդկային ճգնաժամի, մտածողության ճգնաժամի արդյունքում ինչ որ առումով ծնվեց աբսուրդի դրաման, որովհետեւ երկրորդ աշխարհամարտը եկավ եւս մեկ անգամ ապացուցելու, որ այսպես ասած մարդն այլևս բարձրագույն արժեք չէ եւ արժե համակարգի մեջ առհասարակ որոշակի փոփոխություններ են տեղի ունենում եւ մարդկային կյանքի անարժեքությունը հավասարազոր էր անհեթեթության աբսուրդի եւ ի վերջո եթե զուտ հայերենով թարգմանելու լինենք, այո, աբսուրդը ավելի անհեթեթությունն է, բայց գրական տեսակետից իհարկե այդ բառը շատ կոպիտ է կիրառելը։ Եվ այս հեղինակները գալիս էին իրենց ոճով, մտածողությամբ մեզ ինչ որ առումով ինքներս մեզ հետ առերեսելու եւ կարեւորագույն հարցեր տալու, բայց որոշակի օտարման սկզբունքով, որպեսզի շատ խոսքս չդառնա շատ մասնագիտական, այսպես դասախոսության չվերածվի, պարզապես ասեմ, որ Արթուր Ադամովը շատ կարևոր է թե ճանաչելու տեսակետից, թե ուսումնասիրելու եւ մեր նախագիծը իրականում սկսվեց կամ ստեղծվեց այն պարզ փաստի արձանագրումից, որ Հայաստանում Արթուր Ադամովին բավականաչափ չենք ճանաչում։ Ես հենց դա եմ ուզում հարցնել, որովհետև մենք այդպես չի, որ ինքը լայն շրջանակներին հայտնի է եւ ինչու որոշեցիք, սա շատ խիզախ քայլ էր գնալ մի ծրագիր իրականացնել, մի հեղինակի հետ կապված, որին այսպես ասած շատ ներողություն, բայց քչերն են ճանաչում։ Այո, եւ դուք ճիշտ եք եւ պատճառը հենց դա է։ Նախ սա նաև իմ մասնագիտական ոլորտի մեջ է, որովհետև ես ոչ միայն ռեժիսոր եմ, պրոդյուսեր, այլ նաև դրամատուրգիայի գծով պաշտպանել եմ եւ բանասիրական գիտությունների թեկնածու եմ եւ ինձ համար շատ կարեւոր է առհասարակ գրական երկի հետ առնչությունը եւ Արթուր Ադամովի պիեսները ես թարգմանել եմ դեռ գրեթե 10 տարի առաջ, մինչ այդ մենք ունեցել ենք փորձ թարգմանության, այսինքն մեր իրականության մեջ կան թարգմանություններ, որոնք ավելի շուտ ռուսերենից են թարգմանվել եւ ոչ թե բնագրից, իհարկե բնագրից արևմտահայերենով էլ թարգմանություններ կան, բայց մեր հայաստանյան իրականության համար անշուշտ արևելահայերենովն ավելի հեշտ է։ Հետևաբար մենք արեցինք առաջին անգամ թարգմանությունը, որտեղ 5-6 պիեսներ են տեղ գտել, բավականին հաստափոր գիրք է։ Եվ հասկացանք, որ իհարկե այդ շրջանում նաև տեղի ունեցան գիտաժողովներ եւ այլն, բայց միևնույն է հասկացանք, որ սա այլ դժվարությամբ է տեղից շարժվում եւ անհրաժեշտ է նորից ու նորից անդրադառնալ այս հեղինակին, նախ անverջ կարելի է իր մասին խոսել եւ անverջ կարելի է կարդալ իր ստեղծագործություններն իր մասին։ Եվ գրքի թարգմանությունը այս անգամ արդեն Մարդը եւ երեխան ինքնակենսագրական վեպի թարգմանությունը եւ տպագրումը կարեւոր է, որովհետեւ այն ինչ որ առումով բանալի է մեզ համար հասկանալու համար իր պիեսները։ Թերևս ճիշտ դժվար է հասկանալ։ Անշուշտ աբսուրդի դրամայի բոլոր հեղինակներին է դժվար հասկանալը, ամենահայտնի գործը Գոդոյին սպասելիցն է Բեքեթի,
որովհետև աբսուրդի թատրոն որ ասում են կամ դրամատուրգիա առաջին հերթին Բեքեթն է գալիս մեզ մեր մտքին, բայց ինչ որ առումով նաև ինչպես ասեմ, որոշ նախագծեր կան, որոնք ներքին բողոքից են ծնվում մեզ մոտ, անարդարության զգացումից, որովհետև Իր մոտ այդպես է եղել ներողություն, որ իր հենց այդ բողոքից, անարդարության զգացումից են ծնվել այդ գործերը։ Շատ գործեր այո ծնվել են բողոքից եւ անարդարության զգացումից, բայց տեսեք, նշում ենք 3-ին էլ, հա, Արթուր Ադամով, Իոնեսկո եւ Բեքեթ, բայց հարկ է նաեւ նշել, որ նրանցից մեկը դարձավ Ֆրանսիայի ակադեմիայի անդամ, մյուսը ստացավ Նոբելյան մրցանակ, իսկ Արթուր Ադամովը վախճանվեց մենության եւ թշվառության մեջ։ Ինչու՞։ Չգիտեմ, դրա համար շատ ամբողջ կյանքում այսպես ասած պայքարել այդ նույն անարդարության դեմ, այդ բողոք արտահայտել եւ վերջում մենության եւ այլ ուսումնասիրության նյութ է դա, ես հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում կկարողանանք նաև հասկանալ, թե որտեղ էր, այսպես ասած, թաքնված այդ գաղտնիքը, թե ինչու նա չկարողացավ այդ հաջողությանը հասնել, բայց վստահ եմ, որ Ադամովն արժանի է, որ մենք իրեն անդրադառնանք նորից ու նորից։ Մեր նախնական զրույցում դուք ինձ ասացիք, երբ կարդաք «Մարդը եւ երեխան» ինքնակենսագրական վեպը, դուք այլ աչքերով կնայեք Փարիզի, չգիտեմ, սրճարաններին կամ հատուկ ինչ-որ վայրերի, ինչով է դա պայմանավորված։ «Մարդը եւ երեխան» վեպը բազմաշերտ է եւ ինքս այն կոչում եմ գեղարվեստական ինքնաոչնչացում։ Այստեղ Ադամովը պատմում է իր մանկությունից մինչև բավականին հասուն տարիքը, իր բոլոր վախերը, սարսափները, իր կենսագրական շատ կարևոր տվյալներ են մեզ հրամցվում, որտեղ նաև խոսում է իր հայկական արմատների մասին։ Եվ նաև հանրագիտարանային կարևորություն ունի այս գիրքը, որովհետև այստեղ մենք հանդիպում ենք Քամյուին, հանդիպում ենք Բեքեթին, Իոնեսկոին, Արթուր Միլլերին, հանդիպում ենք հայտնի ռեժիսորների ֆրանսիական իրականության մեջ այդ ժամանակվա հայտնի, հանդիպում ենք ընդհուպ Մերլին Մոնրոյին, ում հետ ինքը հանդիպում է ունեցել եւ իր հուշերում գրում է։ Եվ ամենակարևորը նա մեր ձեռքից բռնած մեզ սրճարանից սրճարան է տանում, որտեղ իսկապես 50-ական, 60-ական թվականների փարիզյան բոհեմն էր հավաքվում։ Ես ինքս ապրել եմ ուսանելով Փարիզում, ապրել եմ երկար տարիներ Փարիզում եւ անկեղծ ասած գիրքը կարդալուց հետո բոլորովին փոխվեց ինձ համար Փարիզը։ Նույնիսկ այն սրճարանները, որոնց կողքով պարզապես անցել եմ, օրինակ Դոմը, Մոնպարնասի սրճարաններից կամ պարբերաբար հիշատակվող Մոբիյոնը, հանրահայտ Café de Flore, բոլորովին այլ աչքերով ես նայում եւ նաեւ կա այդպիսի զգացողություն, Աստված իմ այստեղ նստած սուրճ է խմել Կամյուն, այստեղ նստած սուրճ է խմել Բեքեթը եւ ի վերջո այստեղ եղել է նաեւ Արթուր Ադամովը։ Նախագծի շրջանակում գիտաժողով է տեղի ունենալու թատերական ընթերցումներ, բանախոսություններ, մեկը մյուսից տարբերվող ծրագրեր եք իրականացնում։ Ես հիշում եմ նախորդ տարի, երբ մենք հանդիպեցինք Աշնանը, փառատոն, որը նաև ընդգրկում էր Սյունիքի մարզը։ Ինչպես եք որոշում, որ ժամանակին ինչ է պետք իրականացնել։ Նախ ես լինելով թատրոնի մարդ եւ տեսության առումով եւ գործնականում մշտապես շարունակում եմ իմ գործունեությունը, այսինքն ես անում եմ ուսումնասիրություններ, թարգմանություններ, նաեւ գործող ռեժիսոր եմ։ Եվ երբ անդրադառնում եմ որևէ դրամատուրգի, թատրոնի հեղինակի, շատ կարեւոր է անդրադարձը լինի թե տեսության առումով եւ թե գործնական, որովհետեւ ի վերջո գրական այս ժանրը ուղիղ համեմատական է թատրոնի հետ։ Դրանով է պայմանավորված, որ մեր ծրագրում կան թատերական հանդիպումներ, որտեղ բանախոսության տեսքով ես կներկայացնեմ թե վեպը եւ թե իր ստեղծագործությունները Վանաձորի լոֆթում եւ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները կընթերցեն հատվածներ նրա վերագտնում պիեսից։ Այնուհետև գիտաժողով տեղի կունենա մեր պարագայում Գիտությունների ազգային ակադեմիայում Արվեստի ինստիտուտի հետ համատեղ եւ կամփոփենք գրքի շնորհանդեսով Հայաստանի ազգային գրադարանում։ Մշակութային ապակենտրոնացումն առհասարակ մեզ համար ռազմավարական նշանակություն ունի դեռ 2013 թվականից, երբ մեր թատերական միությունը սկսեց իր գործունեությունը Հայաստանում։ Եվ տարբեր թատրոններում, տարբեր մարզերում, տարբեր համայնքներում աշխատելով մենք հասկացել ենք, որ ամենաթանկ հանդիսատեսը թերևս իրենք են այն առումով, որ ինչպես ասեմ, քանի որ շատ բան չի գնում այնտեղ եւ դա իրականում մեծ բաց թողում է, թեև ժամանակի ընթացքում մենք նկատել ենք, որ լրջագույն շեշտ է սկսել դրվել
նաև մարզային թատրոնների եւ մարզային մշակութային կյանքի վրա։ Մենք չենք կարող պատկերացնել որևէ նախագիծ, որը գոնե մեկ անդրադարձ չունի մարզային որևէ թատրոնում կամ որևէ մշակութային կենտրոնում։ Իմ ասածը հենց դա է, որովհետև շատ հետաքրքիր է։ Մի անգամ ընտրում եք Սյունիքը, մեկ ուրիշ անգամ ընտրում եք Լոռին, հաջորդ անգամ գուցե ընտրեք Գեղարքունիքը կամ Տավուշ, Մենք աշխատել ենք արդեն եւ Գեղարքունիքի մարզի հետ ենք աշխատել, թերևս Տավուշի մարզն է միայն, որ մինչ օրս չենք համագործակցել, բայց անպայմանորեն կլինեն համագործակցություններ, առավելևս որ թեատրոն կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոն այս տարի եւս վերադառնում է սեպտեմբերի 14-ից 28-ը եւ ընդգրկված է ծրագրում Մեղրին, Արտաշատը, Գյումրին, Վանաձորը, այս պահին միայն այս քաղաքներն են, բայց եւ իհարկե Երևանը անշուշտ։ Նաև շատ հետաքրքիր է ինչպես այդ քաղաքների ընտրությունը լինում, որովհետև իրականում ես չեմ հիշում վերջին անգամ երբեք Մեղրի անունը հնչել մշակութային առումով, եթե անկեղծ ասեմ, ես առաջին անգամ եմ լսում գոնե, այդ ընտրությունը ոնց է կատարվում, որովհետև դուք կազմակերպում եք հեղինակավոր փառատոններ, հեղինակավոր ծրագրեր, դուք ինքներդ լուրջ ներդրում ունեք ֆրանսահայ համայնքում եւ ոչ միայն ֆրանսահայ, այլ առհասարակ հայ-ֆրանսիական հարաբերություններում, ձեր մշակութային ներդրումն ունեք։ Եվ ոնց եք ընտրում այդ քաղաքները, այդ ծրագրերը, որ ոնց պետքա մարդը ճիշտ հասկանա, այս պահին այստեղ է պետք է ծրագիր իրականացնել։ Նախ փորձառության հարց կա, որը գալիս է ժամանակի ընթացքում եւ սկսում ես արդեն թեկուզ գայական մակարդակում հասկանալ, որ այս նախագիծը իսկապես իր տեղը կարող է գտնել հենց այս թատրոնում կամ այս քաղաքում, այս մարզում։ Հետո մենք ֆրանսիական թատերական միություն լինելով աշխատում ենք նաև հայ-ֆրանսիական քույր քաղաքների համագործակցության շրջանակում եւ սկզբնական շրջանում քաղաքներն ընտրվել են այդ տրամաբանությամբ, այսինքն մեր թատերական միությունը հիմնված է Ֆրանսիայի Վիեն քաղաքում, Վիենը Գորիս քաղաքի հետ համագործակցության հուշագիր ունի եւ անպայմանորեն պետք էր անդրադարձ կատարել նաև այդ քաղաքում որոշակի նախագծերով։ Հիմա Սյունիքի մարզը ունի համագործակցության հուշագիր ստորագրված ֆրանսիական Ռոնալպեր տարածաշրջանի հետ, որի հետ մենք աշխատում ենք, իրականում սկզբում այդպես է ձևավորվել քաղաքների ընտրությունը։ Հետո արդեն բնականաբար կապեր, մտերմություն եւ ժամանակի ընթացքում հասկացել ենք նաեւ ամեն քաղաքի համար ինչը կարող է կարեւոր լինել եւ անհրաժեշտ լինել երբեմն նաեւ, որովհետեւ մեր թատերական միության գործունեությունը ցանկացած նախագիծ, որ մենք առաջարկում ենք, այն կարիքների գնահատման հիման վրա է։ Արթուր Ադամովին անդրադարձը ոչ թե պարզապես ցանկություն էր Ֆրանսիայում իր կյանքն ապրած եւ իր մահկանացուն կնքած ազգությամբ հայ հեղինակին անդրադառնալը, այլ որովհետեւ Արթուր Ադամովի դրամատուրգիայի հիշատակումը եւ այդ դրամատուրգիայի ուսումնասիրությունը մեր հայ իրականության համար, թատերական իրականության համար կարեւոր է։ Երբ մենք շատ մեծ շեշտ ենք դնում դրամատուրգիական ռեզիդենցիաների վրա, հրավիրելով հեղինակավոր դրամատուրգների հեղինակների, որոնք հայ հեղինակների հետ անցկացնում են ռեզիդենցիաներ, պիեսներ գրելու նոր ոճ եւ նոր մեթոդաբանություն ուսումնասիրելու, դա եւս այն պարզ պատճառով է, որ մենք համարում ենք, որ Հայաստանում դրամատուրգիան պետք է զարգանա եւ սրա միջոցով։ Եվ այսպիսի մի հարց էլ Տիկին Խաչատրյան, տեսեք, դուք շատ ակտիվ կերպով նպաստում եք Հայաստանում որակյալ մշակույթի զարգացմանը, բայց եթե անկեղծ լինենք, ապա ֆրանսահայ համայնքում եւ ոչ միայն ֆրանսահայ, մեր Սփյուռքում հայկական համայնքներում շատ հաճախ տեղի են ունենում այնպիսի համերգներ, իսկ այնպիսի համերգների նկատմամբ այդ մեծ պահանջարկը, որ այսպես ասած դասական համերգների կամ շատ ներկայացումների նկատմամբ այդ պահանջարկը չկա, անգամ տոմսերը նորմալ չեն էլ վաճառվում, այ ինչով է պայմանավորված։ Շատ ցավոտ հարց եք տալիս եւ դրա համար ինձ թվում է սոցիոլոգներ էլ պիտի միանան մեզ, որպեսզի փորձենք հասկանալ որտեղից է գալիս խնդիրը։ Կարծում եմ Սփյուռքում հայապահպանության հարցն այնքան օրհասական է եղել տասնամյակներ շարունակ, որ իներցիայի ուժով դեռ շարունակում ենք մշակույթի պահպանության եւ որակյալ մշակույթի ներկրման հարցերը իրար հետ, այսպես ասած, համակցել եւ խնդիր է առաջանում։ Ես Ֆրանսիայում ապրում եմ վերջին 15-16 տարիները եւ այդ բոլոր տարիներին ես նաեւ ֆրանսիական միջավայրում եմ թատերական մասնավորապես գործունեություն ծավալում։ Եվ դա նկատել եմ բազմիցս եւ ինքս էլ չգիտեմ դրա դեմ ինչպես կարելի է պայքարել, բայց վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության
այսպես ասած հանձնառության եւ քաղաքական կամքի շնորհիվ հնարավոր է այդ հարցը ժամանակի ընթացքում լուծել, որովհետեւ վատ ֆոլկլորի պահանջարկը չի ձևավորվել 1 կամ 2 օրում։ Հետևաբար դրա դեմ պայքարելը եւ լավն առաջարկելը չի կարող ստեղծվել կամ կայանալ 2-3 օրում։ Առհասարակ Հայաստանի հետ կապված ցանկացած նախագիծ կլինի Հայաստան բերել, ինչ որ բան փոխել Հայաստանում, թե հայկական մշակույթը հանրահռչակել, մենք պիտի հասկանանք, որ մեզ պիտի տանք ամենակարևորը ժամանակը։ Պիտի հասկանանք, որ մեր մտածողությունը պիտի լինի երկարաժամկետ, իսկ երկարաժամկետ մտածողությունը կամ նախագիծը հաջողությամբ պսակելը որոշակի ռազմավարություն, ճանապարհային քարտեզ եւ դիվանագիտություն է պահանջում մշակութային։ Ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում այս հարցը կլուծվի, ամեն դեպքում մեր թատերական միությունը մշտապես հանդես է եկել տարբեր առաջարկներով, թե արտաքին գործերի նախարարությանը, թե կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, որպեսզի համատեղ կարողանանք լուծել այս հարցը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը Սաթե թատերական միության նախագահ Ադամովյան օրերի հեղինակ Սաթե Խաչատրյանն է։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։